Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 29-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար, օրը երկուշաբթի է, և տեսնենք, թե բոլորիս ինչ է սպասվելու։ Տարին էլ վերջանում է, վերջացավ, ավարտվեց, մնաց ընդամենը 2 օր և կավարտվի այս տարին, ում համար լավ տարի, ում համար վատ տարի։ Եթե վատ տարի էր, ապա շատ ավելի լավ է, որ այն ավարտվում է, եթե լավ տարի էր, ուրեմն այնպես արեք, որ ևս շարունակվի 2026 թվականը այդպեսով ոգևորված, ինչպես որ այս տարի եք աշխատել, հաջորդ տարի էլ աշխատեք, որպեսզի ձեր գործերը բարգավաճեն, լավանան, կարող եք նաև մյուս ալիքում կան ֆինանսների հետ կապված բոլոր 12 նշանների համար կանխատեսումներ և բացի կանխատեսումներից նաև 12 ամիսների համար է այդ կանխատեսումը, այնպես որ կարող եք նայել։ Եվ երկու գործ ունեմ անելու, տան հետ կապված բնական է, բոլորս ունենք անելու, կարևոր գործեր են, որոնք ես պետք է անեմ, հետո արդեն մի քանի տեսանյութեր էլի կտեղադրեմ կյանք և ճշմարտություն ալիքում, մեկնաբանությունները փակ են, թեկուզ եթե բացեն, եթե բացեմ, ուրեմն կտեղադրեմ, համենայն դեպս վերնագրի տակ եթե սեղմեք, բոլոր տեղեկատվությունները այնտեղ առկա են, կարող եք սեղմել և նայել այն ինչ որ ձեզ հարկավոր է, և իհարկե բացել եմ նաև Telegram ալիք, բացի այն, որ վճարով է մեկը, դա ուրիշ բաների համար է, դա լուսնայինն է ավելի շատ, որ մեկ տարվա լուսնայինը այնտեղ նշված է, նշվում է, էլի նշված չէ դեռ, անհնարին է այդքանը դեռ մի անգամից նշել, և իհարկե մեկ այլ կա, դա Facebook-ում եմ տեղադրել, հղումը, կարող եք մտնել նաև այդտեղ, կամ եթե ովքեր Telegram ունեն, կարող եք փնտրել Արմինե Նահապետյան, կարծես թե այդպես էլ եք կարողանում գտնել։ Բաց է մուտքը, ավելի շատ այստեղ կիսվելու համար է սա և այնտեղ կարող նաև ինչ-որ բաներ էլ լինեն, երբ որ ժամանակ ունենամ, ինչ-որ բաներ էլ կտեղադրեմ այնտեղ, խաղեր, մաղեր և այլն։ Մի քիչ ավելի Facebook-ից կտրվելու համար, ավելի շուտ, որովհետև Facebook-ը ինձ ձանձրացնում է, չեմ սիրում սոցհարթակներ։ Ահա, այսքանը և գնայինք կանխատեսումը, գնայինք բնականաբար առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ մասնագետի հետ, բայց հետո ինչ-որ մի բանից տխրում եք, չգիտեմ, մասնագետն է կա, պատճառը, թե ինչը, ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է։ Բայց օրվա ընթացքում նաև լուսավոր որևէ մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, նամակ եք ստանալու, տեղեկատվություն, փաթեթ, փաստաթուղթ, կամ ինչ-որ բաներ եք գնում, որը ձեզ համար շատ լավ էր, կամ ինչ-որ փաստաթուղթ է, որը ևս էլի ձեզ համար շատ լավ է, ինչ-որ ներսում կա գրված։ Այդ նորությունն է, ինչ որ ստանաք, դա լավ կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, այդ օրը հանգստի կարիք ունեք, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում։ Այսքանն է, ինչ-որ բաներ չկան այստեղ, որ նշեմ, հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել, բայց ամենայն դեպս չկա։ Չեմ տեսնում, ես որ չեմ տեսնում։ Այսքանը ձեզ համար չկա, ոչինչ չկա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը առավոտյան որևիցե խոչընդոտներ ունեք, որ պետք է հաղթահարեք, նաև հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է սա, բավականին էմոցիոնալ կլինեք և այստեղ ինչ-որ բան է, փակ ինչ-որ բան է ուշանում։ Երկար սպասված կարող է գալիս է, երկար եք սպասել, բայց էլի միգուցե չի բացվում, միգուցե էլի չի լինում։ Այստեղ կամ խաբեություն կա, կամ անսպասելի կլինի, կամ խաբեություն է, ինչ-որ մի բանի ոնց որ երկար եք սպասել և դա տեղի չի ունենում, դա նշանակում է խաբեություն, և էլի է ուշանալու, մինչև 3 ամիս կուշանա։ Ինձ թվում է պետք չի, կախված է թե ինչ է սա, բայց պետք չի այդպես ֆիքսվել վրան և կուրորեն հավատալ կամ սպասել։ Ինչ-որ մի բան է, կամ ժամանակին են ձեզ խաբել դրանով, կամ անսպասելի տեղի կունենա, որ դուք էլ չեք սպասում, անսպասելի ինչ-որ մի բան կկարողանաք անել, ինչը որ փակ է, կամ դա երկարում է, մոտավորապես մինչև 3 ամիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։
Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչեմ մասնագետի հետ, նաև բարձր տրամադրություն կունենաք, էներգիա ավելի կլինեք, նաև այստեղ գումարը ստանալու հետ կապված կարող աշխատավարձներ դեռ չեն տալիս, խնդիրներ են ստեղծում, խոչընդոտներ կա, կամ գումարը ստանալու կամ գումարը փոխանցելու հետ կապված, երկուսն ոնց որ խոչընդոտներ են ստեղծում։ Հնարավոր է նաև աշխատանքի հետ է դա կապված, աշխատավարձի հետ է կապված։ Ոմանք այդ օրը շատ կաշխատեն, ոմանք խոսակցությունը այդտեղ աշխատանքի վայրում է, որ գումար չեք կարողանում ստանալ։ Նաև դա պետական աշխատողի հետ է կապված խոսակցությունը։ Եթե վարկ եք ձևակերպում, այստեղ չեմ կարող հստակ ասել, որ այո, այն կտան։ Նաև սա վճար է, վճար է, որ ուզում եք ինչ-որ միտեղ վճարեք, օրինակ բանկով ուզում եք ինչ-որ միտեղ փոխանցում անել, ոնց որ չի ստացվում, որ խոսակցություններ են, խնդիրներ են։ Այսքանը։ Եվ կարող են ոմանք գնալ հարցազրույցի, բիզնեսը առաջ տանել, բայց այդ օրը ինչ-որ գործարքներ ֆինանսական մի քիչ դժվար կլինի անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի վիշապներ, ինչ-որ բաներ չկա այստեղ, կամ ամուսնության առաջարկ է սա, որը հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, հետո այլևս նա կգնա, ամուսնության առաջարկ է, կամ գործարք է, որը այստեղ մի գծի վրա է, դա նշանակում է, որ դա ամեն ինչ կապված է իրար հետ։ Հետո բարի լուրի միջոցով կարող եք գտնել, իմանալ կամ հետ վերադարձնել այդ ամեն ինչ, որ այդ օրը չի ստացվում։ Ինչ որ հետո կարող եք լուր լսել, որից հետո այն ամենը կկատարվի, այն ինչ որ չէր ստացվում, չէր լինում, կկարողանաք անել։ Նաև սա ընտանիքում է ինչ որ մի բան, շատ կարևոր պահ է, ոնց որ
հակառակ սեռը ներկա մոռացած լինի ոչ մի բան, հա, դու ձեզ թվում է որ մոռացել եք, հնարավորություն բաց եք թողնում նշելու կամ եւ այլն, հետո նոր ինչ որ ոնց որ անակնկալ նաեւ կարող է լինել ոմանց համար։ Սա հարսանիքի հրավեր է։ Միգուցե նաև այդ օրը մտածում եք, որ չեք կարող գնալ, ձեր ձեռքից բաց եք թողնում, միգուցե հրաժարվում եք այդ պահին, ասում եք չենք կարող գալ, միգուցե ֆինանսներ է կապված, միգուցե ինչ-որ բան է, դա խնդիր կա, չեք կարող գնալ, հետո արդեն ոնց որ փոշմանում եք, որովհետև այդ պահին այն չեք կարողանում անել, հետո այն կկարողանաք անպայման անել։ Համար ամուսնության նկատմամբ հարսանիք հրավիրելու, ընտանիքի հետ կապված, գործարքի հետ կապված, յուրաքանչյուր բան այդ օրը երբ որ լինի, երկար մտածեք, նոր պատասխանա տվեք։ Եվ ինչ որ մի բան ոնց որ հնարավորություն ձեր ձեռքից բաց եք թողնում, հետո էլ չեք կարողանում անել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերի։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ձեր տղայի կամ ձեր փեսայի, ձեր եղբոր, ամուսնու, հոր երևի այդքան չէ, կամ ձեր երկրորդ կեսի հետ, կարող եք իրար չհասկանալ, կարող եք իրար վիրավորել, նեղվել մեկը մյուսից, այնպես որ պետք է զգույշ լինեք, դա առավոտյան է, իրար կարող եք չհասկանալ և նաև կոպտել իրար։ Եվ այդ օրը նաև բավականին էմոցիոնալ կլինեք, տան հետ կապված որեցե հարցեր են, միգուցե դրա համար եք վիճում, դրա համար է խոսակցությունը, հյուրերի համար, տան տեղափոխության համար չեն օգնում ձեզ իրերը տեղափոխել կամ վարձը վճարել, սա ինչ որ պահեր են, որ տան հետ կարող կապված լինեն, նաև առիթ է, որ կարող եք այդ օրը գնալ։ Նաև ոչ նորություն կլսեք, տեղեկատվություն, ոչ փաթեթ կարող եք ստանալ ծրար, գումար կամ այնտեղ կարող հրավիրատոմս է կամ տոմս եք գնում, ոմանք մի փոքր շուտ կպարկեն քնելով, ոմանք օրվա ընթացքում կպարկեն քնելով, ոմանք կարող նորություն լսում եք ինչ-որ մեկի հիվանդ լինելու հետ կապված։ Եվ ձեր գործերը այդ օրը առաջ կմղեք, որքան հնարավոր է այդ օրը առաջ կմղեք ձեր գործերը։ Այսքանը ձեզ համար գուցե ամանորի հետ կապված գործերն են։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 29-ին։
Հարգելի ձեր, այդ օրը ոմանց ամուսության առաջարկ կանեն, կամ դուք կանեք ամուսության առաջարկ, սիրո խոստովանություն, նաև դա կարող է լինել պայմանագիր, դա կարող է լինել ընտանիքում կարևոր տոն, ընտանիքի անդամներով հավաքվեք, ջուր բաներ նշեք կամ քննարկեք, հանկարծակի լուր այդ օրը կլսեք եւ կգորգռակ, կճվճվակ, ձեզանից է կախված, հա դուք եք գորգռացողը եւ այդ գորգռալու ընթացքում ոչ է հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում տարվա ծնվածով։ Այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նա որ է հրավերք է որևիցե հարսանիքի։ Ոմանք այդ օրը ամուսության առաջարկ կստանան, կանեն, նաև ընտանիքում ոչ է կարևոր մի բան է, ձեր երկրորդ կեսն է զանգահարում, ձեր նախկինն է զանգահարում, դա նաև գործարք է, որը կարող է կնքեք։ Ինչ որ սեղանի շուրջ եք նստելու, բայց ինչ որ մի բան է այդտեղ ձգձգվում, մոտավորապես մինչև 2 ամիս կարող է ձգձգվել այն ինչի մասին կարող նստած եք սեղանի շուրջ խոսում եք, քննարկում եք։ Նաև ոչ է կտրուկ քայլ կարող եք անել դուք կամ ոչ անսպասելի մի բան տեղի ունենա այդ օրը ձեզ հետ, ձեզ համար, ինչ որ։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույցի կգնան, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք կհանդիպեն պետական աշխատողի հետ, հանկարծակի լուր կլսեք եւ հույս է դա։ Հույս է առաջանում ձեզ մոտ, հույս է ավելանում, գուցե աշխատանքի ընդունվելու պահն է, գուցե հանկարծակի լուրն է, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղամարդու հետ։ Միգուցե ձեր հայրն է, միգուցե ինչ որ տղամարդ է կամ ծանոթություն է նաև ձեզ համար, նոր ծանոթություն։
երկար սպասված ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, լուր, ծանոթ հետև կանեք որոշ հարցեր, որոշ գործեր, նաև ոմանք աշխատանքի կընդունվեն, հարցազրույցի կգնան, շատ աշխատանք կունենան, աշխատանքի հետ կապված կարող խոսել ինչ-որ մեկի հետ, նաև պետական աշխատող ում հետ որ կարող խոսել։ Եվ ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան է կանգնած, որից սա չի սա։ Ինչ-որ հարցին ելք եք փնտրելու, որ գտնեք և մի տեղ երեկոյան կարող գնալ մնալ երկար։ Գուցե կարող ինչ-որ բան է դանդաղում, դրա համար եք ելք փնտրում, աշխատանքի հետ է կապված ինչ-որ հարցերը ելք եք փնտրում, գուցե աշխատանք եք փնտրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օր ինչ-որ հարցեր եք ծանրութ հետևանելու, երկար կմտածեք, երկար կպատկերացնեք այն չեք ուզում, ինչը ինչպես, նաև դա կարող է լինել երկար սպասված նամակ ստանալուց հետո, տեղեկատվություն ստանալուց հետո, ոնց որ դուք ինչ-որ բաներ եք ձեր մեջ այդպես քննարկում, վերլուծում եւ այլն։ Նաև այդ օրը տան հետ կապված ոչ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, որոնք որ պետք է անեք, նաև դա կարող է կապված լինել ինչ-որ արարողության հետ, առիթի հետ, միգուցե տան այդ ամանորի հետ է կապված ինչ-որ տան մեջ ինչ-որ փոփոխություններ եք անում, եւ ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, միգուցե տան հետ է կապված այդ հարցերը, միգուցե մեկ այլ հարց է, որ ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի շներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, նաև ճանապարհ եք գնալու, կարող հուզված գնալ, կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, տեսնեք, հուզվեք իրենց,
Կարող է վաղուց չեք տեսել, օրվա ընթացքում փոքր տխրում եք, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում եւ հետո ամեն ինչ կարգավորվում է, ձեզ լավ եք զգում, ոմանց էլ նաեւ սիրո խոստովանություն կանեն, ձեր սիրելիները ձեզ շրջապատում կլինեն, շրջապատված կլինեք այդպես սիրով եւ առավոտվա այդ տխրությունը նաեւ կմոռանաք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գուցե ոմանք է ժամադրության են գնում, այստեղ չկա ժամադրության քարտը։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը հաջողություն ունեք, նաև ուշադրիր եղեք, որ հաջողությունը ձեր ձեռքից բաց չթողնեք այդ օրը, ինչ-որ մի բան կարող տեղի ունենալ, որ ձեզ հաջողություն կբերեր, բայց դուք ձեր ձեռքից բաց եք թողնում այն։ Նաև կարող է մի կողմից հաջողություն ունեք, մյուս կողմից էլ ինչ-որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնում։ Նաև էմոցիոնալ կլինեք բավականին շատ այդ օրը։ Եվ ինչ-որ բան է ուշանում, մոտավորապես մինչև 3 ամիս այն կարող է ուշանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։